Քանի եղանակները բարենպաստ են, հերիքցի դպրոցականները դասամիջոցին էլ մարզական խաղեր են կազմակերպում։ Այստեղ հաշիվն էական դեռ չի խաղում։ Հենց ձյունը եկավ, ֆիզկուլտուրայի ժամերը դասասենյակում են անցկացնելու։ Շաշկի, շախմատ, մի խոսքով մարզադահլիճ չունեն։ Աճող ընտանիքներ են, երիտասարդ ընտանիքներ են, այնպես որ ապագա կա, գյուղը ապագա ունի։ Միայն մնում է, որ դպրոցական շենքը լինի նորմալ, որպեսզի մարդիկ չհիասթափեն, գան, տեսնեն դպրոցական շենքը նորմալ, պայմանները նորմալ եւ մնան, որովհետեւ այս ընթացքում եղել են ընտանիքներ, որ եկել են, առաջին հերթին տեսել են դպրոցի պայմանները, դպրոցի շենքային պայմանները, խոնավ ու մութ սենյակները եւ հիասթափվել են ու տեղափոխվել այլ վայրեր։ Հերիքի դպրոցը միակը չէ, որ մարզադահլիճ չունի, բայց հավանաբար իր շենքային պայմաններով Քաշաթաղի շրջանի եզակի կառույցներից է։ Փոքրիկ առանձնատուն հարմարեցված դպրոցի համար, պարապմունքները կազմակերպում են մութ ու խոնավ դասարաններում։ Ապագա իրավաբան եմ, ուսումնասիրում եմ մարդու իրավունքները, սովորում եմ հասարակագիտություն առարկան։ 11-րդ դասարանցի Հայկի որոշումը հստակ է, արդեն խորացված ուսումնասիրում է անհրաժեշտ առարկաները, անկեղծանում է, երբեմն ստիպված ուսուցչանոցում է պարապում, դասարանի միակ լուսամուտն է, երբ գյուղում հոսանք չի լինում, տեղափոխվում են այստեղ, ուսուցչանոցն ու տնօրենի սենյակն էլ շենքի նկողային հարկում է։ Ավելի լավ է այսպես դասանենք, քան ընդհանրապես դաս չանենք։ Մի քիչ անհարմար է, ճիշտ է, բայց սովորում ենք էլի։ Դպրոցի տնօրենի խոսքով անում են ինչ հնարավոր է, փոխարենը տարրական պայմանները բացակայում են, լուսավորվածության պակասն ու խոնավությունն էլ ազդում են երեխաների առողջության վրա։ Լուսավորությունը սարսափելի վատ վիճակում է։ Բնական է դա ազդում է նաև երեխաների առողջության վրա։ Պատերը խոնավ են, դա նույնպես ազդում է, որովհետև խոնավ պայմաններում եւ մութ սենյակներում դասանելուց հետո երեխաների մոտ առաջացել են որոշ խնդիրներ, առողջական խնդիրներ, հիմնականում տեսողության հետ կապված եւ երիկամային խնդիրներ են առաջացել։ Հուսանք, որ այս հարցերը կլուծվեն, այդ հարցերը կլուծվեն եւ այլևս նմանատիպ պայմաններում եւ հաջորդ ուսումնական տարվանից մեր երեխաները այսպիսի պայմաններում դաս չեն անի։ Հայրենասեր կազմակերպության նախաձեռնությամբ այստեղ նախատեսվում է դպրոցական նոր շենք կառուցել։ Ծրագիրը հովանավորում են Սփյուռքից, նախագծման աշխատանքներն ավարտված են։ Նարեկ Սահակյան, Մերուժան Մարտիրոսյան, օր։